ունինը։ Կխնդրեմ նախ Մարիամ ներկայացնեք նախընտրական քարոզարշավի ընթացքում ինչ այսպես առանցքային խնդիրներ եք նկատել, ինչ ահազանգեր, բողոքներ եք ստացել եւ հետաքրքիր է նաեւ այդ ահազանգերը, բողոքները երբ հաստագրվել են, ստուգվել են բնականաբար, արդյոք դրանց մեծ մասը հաստատվել է, խնդրեմ։ Կարճ նախ մեթոդաբանության մասին խոսեմ, նախ եւ առաջ ուզում եմ շեշտել, որ ականատես դիտորդական առաքելությունը չեզոք է եւ չի աջակցում ընտրություններին մասնակցող որևէ ուժի, տեխնացուի, կուսակցության, դաշինքի քարոզչությամբ կամ հակաքարոզչությամբ հանդես չի գալիս եւ ամբողջությամբ օբյեկտիվության ու չեզոքության չափանիշները պահպանում է։ Մենք դիտորդական առաքելությունը սկսել ենք մարտի 7-ից, այն պահից, երբ մենք հավատարմագրվել ենք կենտրոնական դրական հանձնաժողովում եւ այդ պահից սկսած երկարաժամկետ դիտորդություն ենք իրականացնում Գյումրու արտահերթ ընտրություններում։ Ստացված տեղեկատվությունները անպայման ճշտվում են մի քանի աղբյուրներից, որովհետեւ դրանց արժանահավատությունը հաստատվի եւ հետո միայն դրանք հրապարակվում են։ Այն հաղորդումները կամ տեղեկատվությունը, որ գալիս է եւ մենք չենք կարողանում հաստատել մի քանի աղբյուրներից դրա իսկությունը, դրանք բնականաբար չեն հրապարակվում, մինչեւ որ դրանց հետ կապված մենք չունենանք վերջնական ինֆորմացիա, որովհետեւ չենք ուզում հանիրավի բնականաբար մեղադրել որևէ քաղաքական ուժի եւ դրանով նաեւ անուղղակի ազդեցություն ունենալ նրանց քարոզարշավի վրա։ Նշեմ նաև, որ մեր դիտորդական առաքելությունը ֆինանսավորվում է Եվրամիության աջակցությամբ ամերիկական Գերմանիայի Մարշալի հիմնադրամի Plexi Trust ծրագրի կողմից։ Գալով ընտրախախտումներին։ Երբ մենք խոսում ենք ընտրություններից եւ միշտ շեշտում ենք, չէ, որ ընտրությունները ազատ, արդար, թափանցիկ, հավասար սկզբունքներով պիտի իրականացվեն։ Հիմա մենք փաստացի ունենք թերացումներ, զիջումներ այս բոլոր սկզբունքների մասով։ Մի դեպքում մի քիչ ավելի շատ, մյուս դեպքում ավելի քիչ։ Եվ ընդհանուր առմամբ այս սկզբունքների խաթարումը արդեն հիմք է տալիս մեզ եզրակացնելով, որ ընտրությունների որակը այդքան էլ բարձր չի եւ դեռ շատ աշխատանքի տեղ կա, որպեսզի այս որակը լինի բավարար մակարդակի։ Օրինակ, երբ մենք արդարության մասին ենք խոսում, մենք տեսնում ենք, որ որոշ դրվագներով վարչական լծակներ են չարաշահվում եւ որ իշխանական տեխնացուին տալիս են առավել բարեհաճ եւ ավելի մրցակցային առավելություն եւ ավելի ամրապնդում են նրա դիրքերը մրցակցության մեջ եւ այստեղ բնականաբար արդարության սկզբունքը խստորեն էականորեն տուժում է։ Երբ հավասարության սկզբունքին ենք նայում, տեսնում ենք, որ կանանց հավասար կամ համաչափ ներգրավվածության խնդիր ունենք, տեսնում ենք էլի, որ վարչական ռեսուրսը նույն խաթարում է էլի նաև հավասարության սկզբունքը, որովհետև երբ օրինակ հանրային հեռարձակողի ՀՄԳ-ի եթերում անհամաչափորեն լուսաբանում են իշխանական տեխնացուին եւ նույն ձև արադարձ չի կատարվում ընդդիմադիր ուժերին, այստեղ մենք բնականաբար հավասարության մասին այլևս խոսել չենք կարող եւ ՀՄԳ-ի դեպքում դա ասեմ նաեւ մի քիչ հետահայաց նաեւ գնահատական է, սկսած այն պահից, երբ արդեն պարզ է, որ ընտրություններ են նախապատրաստվում, օրինակ փետրվարի կեսերից, որտեղ ինչ որ պահից սկսած այս կանոնները շատ խիստ են կանոնակարգում, բայց դրանից առաջ ավելի մեծ դաշտ կա անհավասար լուսաբանման համար։ Այսինքն ներողություն կարելի է պնդել, որ պաշտոնապես թեև մեկնարկը եղել է մարտի 15-ին, այդուհանդերձ ոչ պաշտոնապես արդեն քարոզարշավը սկսվել է ավելի վաղ։ Այո, եւ դա խնդիր չի իրականում, մեր օրենսդրությունը չի արգելում ավելի վաղ սկսել քարոզարշավը, բայց թեկուզ վաղ սկսելու դեպքում այս սկզբունքները պիտի հարգվեն, դրա մասին է խոսքը։ Երբ մենք թափանցիկությունից ենք խոսում, տեսնում ենք, որ քաղաքական ուժերի ֆինանսավորման մասով մենք խնդիր ունենք, որովհետեւ ոչ բոլոր դեպքերում է հայտնի կամ վստահելի այն աղբյուրները, որոնք քաղաքական ուժերը նշում են, որոնցից որ ֆինանսավորվել են կամ այն ծախսերը, որոնք իրենք արել են նախընտրական քարոզարշավի շրջանակներում։ Կան մասնավորապես օրինակներ, հա, այդ առումով։ Ֆինանսավորման մասով օրինակ կարող եմ նշել Մայր Հայաստան դաշինքի դեպքը, որի ամբողջ նախընտրական հիմնադրամը ֆինանսավորվել է միայն տեխնացուների կողմից կատարված մուծումներից, յուրաքանչյուր տեխնացու օրենքով սահմանված առավելագույն չափով ներդրում է կատարել 500,000 դրամի չափով, բայց երբ մենք համադրում ենք այս տվյալները այդ տեխնացուների գույքի եկամուտի հայտարարագրի հետ,
տեսնում ենք, որ կուսակցությունների զգալի մասը, նշանակալի մասը չունի զբաղվածություն, չունի եկամուտ։ Այդ դեպքում ինչպես է ստացվում, որ այս կուսակցությունները ֆինանսավորում են իրենց քաղաքական ուժի քարոզարշավը եւ բոլորը այդպես համաչափ եւ միաժամանակ այս գումարները նվիրաբերում են։ Այլ խնդիր ֆինանսավորման հետ կապված ծախսերի հաշվետվությունը երբ նայում ենք, տեսնում ենք, որ մի շարք քաղաքական ուժեր, օրինակ քաղաքացիական պայմանագիրը, ապրելու երկիրը չեն նշում շտաբային տարածքների ծախսեր, մինչդեռ մեր դիտորդները անմիջական դիտարկման արդյունքում զեկուցում են, որ մի շարք շտաբեր ունեն եւ այս շտաբերը բնականաբար վարձակալում են կամ նույնիսկ եթե անհատույց են օգտագործում, դա պետքա նորից շուկայական արժեքով գնահատվի եւ հաշվետվություններում երևա գովազդի վրա ծախսված գումարներ, օրինակ մենք Facebook-յան հավելվածով տեսնում ենք, որ քաղաքացիական պայմանագիրը մի քանի հազար դոլարի արդեն միայն վերջին օրինակ մի շաբաթում գովազդներ է պատվիրել Facebook-ում, բայց շատ ավելի անգամներ ավելի քիչ գումար է հայտարարել իր հաշվետվության մեջ, այսինքն այստեղ մենք էական էլի հավասարության թափանցիկության մասով էական խնդիրներ ենք տեսնում։ Շատ լավ, շնորհակալություն։ Լևոն, ընտրակաշարքի վարչական ռեսուրսի չարաշահման, ճնշումների հետաքրքիր է ինչ դրսևորումներ եք նկատել քարոզարշավի